2026 թվականի բյուջեն, որը կառավարությունը հաստատել է, ըստ էության արդեն համապարփակ ապահովագրության բարեփոխման ֆինանսական կտորը հաշվարկված է եւ ներառված է։ Սա մեզ համար կարևորագույն արդեն այսպես ֆիքսում է, որ 2026 թվականից մենք սկսում ենք բարեփոխումը։ Հաջորդիվ ուրեմն մեր միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումները ամփոփված են եւ ես երեք ենք դրել իդրաֆտ համակարգում արդեն լրամշակված օրենսդրական փաթեթը։ Ես ինչու ուզեցի այսօր անպայման մեկնարկային ասուլիս անենք, որովհետև վստահ եմ, որ իդրաֆտում նոր դրված այս նախագծերի փաթեթի հետ կապված կուզեի որոշակի շեշտադրումներ նախորոք ներկայացնել, ուրեմն ձեզ ուշադրությունը գրավել, որպեսզի պարզ լինի եւ դուք էլ արդեն կարողանաք փաստաթղթերի հետ ավելի հեշտ աշխատել։ Ըստ էության մեր այս օրենսդրական նախագծի մեջ ապահովագրության ներդրումը եռամյա փուլային շրջանակներում է ամրագրված եւ մենք սկսում ենք 2026 թվականից ներառելով բնակչության ուրեմն հետեւյալ խմբերը մինչև 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրությամբ համակարգ, հիմա ես որ խմբերը նշեմ, դա 2026-ին է վերաբերվում, հաջորդիվ 27-ին կավելանան եւ 28-ին։ Մինչև 18 տարեկան երեխաներն են 65 տարին լրացած քաղաքացիները եւս 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգ։ Ես այս մասը ուզում եմ շեշտադրել, կարևորել եւ համարել, որ մեր պետության հանձնառությունը մեր քաղաքացիների հանդեպ, ովքեր որ տարիներով աշխատել են, ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման, կայացման մեջ, մենք ի վերջո կկարողանանք հասցեագրել նրանց առողջական խնդիրները եւ մեզ ուղղվող հիմնական պահանջների եւ կարիքների մեջ ամենամեծ ծավալը հենց այս խումբ մեր քաղաքացիներն են մեզ ներկայացնում։ Հաջորդիվ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները ուրեմն նաև հաշվի առնելով գիտեք որ ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ է ձևավորվում եւ այստեղ ես նշում եմ հաշմանդամություն, բայց պիտի բոլորս ընկալենք, որ մենք փոփոխական այս համակարգի համաձայն արդեն սոցիալական քաղաքականության համահունչ այս խմբերը եւս կներառվեն եւ անապահովության բալ ունեցող քաղաքացիները 28 եւ ավել, որը եւս փոփոխման մեջ է այս համակարգը, այստեղ էլ ուզում եմ նշել, որ գնահատման ձևաչափերը փոխվում են, պետք է այս երկու գերատեսչությունների ուրեմն կարգավորումները համահունչ դիտարկել։ Եվ ամենա այսպես առանձնահատուկ կերպով ուզում եմ խոսենք 200,000 դրամ ամսական եկամուտ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարներ եւ այլ եկամուտներ ունեցող անձանց խումբն է, որը 2026 թվականից ներառվելու է։ Կհիշեք նախորդիվ նախագծերի շրջանակներում մենք նշում էինք 500,000 դրամից ավել կամ 300,000 դրամից ավել, բայց հաշվարկները եւ այն ուրեմն ռեսուրսները, որ մենք կարողացանք ուրեմն ֆիքսել, մենք այս քայլը անում ենք հնարավորինս մեծ թվով քաղաքացիների ներառելու առաջին փուլով։ Ես պետք է այստեղ խոսեմ նաև այն ակնկալիքի մասին, որը ըստ էության հասարակության մեջ ձևավորված է եւ ինձ վերջին 1 տարվա ընթացքում մեր քաղաքացիների կողմից ամենահաճախ տրվող հարցը, պահանջը, կարիքը դա է, որ երբ ենք մենք ներառվելու, այսինքն մենք սա եւս գալով ընդառաջ մեր քաղաքացիների, աշխատող քաղաքացիների պահանջին որոշում կայացրեցինք, որ այս սանդղակը կլինի 200,000 դրամից ավել ստացողներին առաջին փուլով կներառենք ապահովագրության շրջանակներում։ Այս անձանց թիվը մոտ 190,000 է եւ այստեղ էլ ուզում եմ ասել, որ սա բավական մեծ խումբ է, որ մենք ներառում ենք հենց առաջին փուլով։ Ընդհանուր առմամբ
2026 թվականի խումբը քաղաքացիների 1,600,000 հոգու է վերաբերելու, իհարկե պետք է նշեմ եւ այստեղ ուզում եմ ուշադիր լինեք, որ ապահովագրության համապարփակ համակարգ ներառվելու են, պետության կողմից նաեւ 100% սուբսիդավորվող միայն այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր հանդիսանում են ռեզիդենտ։ Սա շատ կարևոր նյուանս է եւ ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները նաեւ տեղյակ լինեն, որ քանի որ այս միջոցները ուղղվում են մեր բյուջետային միջոցներից, մենք սա նաեւ անպայման ամրագրել ենք, որ ռեզիդենտ լինելու կարգավիճակը, այսինքն Հայաստանում 183 օր ապրելու պահանջը ֆիքսված է օրենքում։ Ես մի երկու բառ նշեմ փաթեթի մասին եւ արժեքի եւ արդեն դուք հարցերը տաք։ Ապահովագրական փաթեթը եւս հաշվի առնելով մեր տնտեսական զարգացման տեմպերը, մեր հնարավորությունները եւ այն նկատառումը, որ պետք է մեկնարկել եւ ընթացքում ընդլայնել, մեծացնել ծառայությունների փաթեթը, առաջին փուլի համար սահմանել ենք 129,600 դրամի շրջանակներում եւ այն իր մեջ ներառում է կանխարգելիչ, ուրեմն վաղ հայտնաբերմանը ուղղված սկրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ եւ այս ծառայությունները հստակ կառավարության որոշմամբ սահմանվելու են։ Սա շատ կարեւոր է։ Մեզ համար չափազանց սկզբունքային հարց է եղել, որ մենք ոչ թե ասենք ապահովագրությունը փակում է ամեն ինչ, բացի սրանից, բացի նրանից այն փոքր տառերով, որ լինում է սովորաբար պայմանագրերի մեջ, որ մարդը շփոթվի, թե ինչ է ի վերջո իրեն հասնում, մենք հակառակն ենք ֆիքսելու։ Կառավարության որոշմամբ հստակ ծառայությունները ամրագրված են լինելու եւ ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվում է, թե ոչ։ Ինչպես ենք ընտրել։ Ընտրել ենք ամենամեծ հիվանդացության եւ մահացության բեռ ունեցող հիվանդությունները եւ այդ բեռը առաջնակի ներառել ենք այս փաթեթի շրջանակներում։ Այսքանը արժեք ասեցի, փաթեթը ասեցի, խմբերը ասեցի։ Այո, մենք ունենալու ենք մեկ բազային փաթեթ, որին ի լրումն շարունակելու են գործել մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող հավելյալ ծառայություններ ներառող պլյուս փաթեթները։ Այս համակարգը նաև շատ երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ կայուն է, այսինքն պետության եւ մեր դերը մարդկանց հիմնական առողջական խնդիրները լուծելու, բայց նաև հնարավորություն տալու, որ մարդիկ մասնավոր ապահովագրական փաթեթներով ունենան շատ ավելի ընդլայնած ծառայություններ, որոնք որ կարող են տրամադրել արդեն մասնավոր ընկերությունները։ Արդեն հերթով բոլորը կտակած։ Դուք նշեցիք թիվ, արդեն հստակ տարեկան 129,600 Այսինքն ամեն աշխատողը ամսական վճարելու է 12 բաժանած։ Այո։ Իսկ գործատու պարտը միանգամից ես ասում։ Դուք հարցերը տակ, ես ամբողջական պատասխան։ Գործատու պարտավորում է ինչ-որ վճարում անել առաջի հարցը, գտվեք գոնե մի քանի ամենատարածված հիվանդությունները կամ իրադարձությունները, որոնք փաթեթի մեջ կներառվեն, եւ արդյոք հիմա մարդիկ չեն գնում բժշկի միջև դանակը ոսկողին չհասնի, հասկանում եք, չէ՞, որ այս փաթեթը մտավ, բոլորը գնալու են բժշկների, ինֆրաստրուկտուրան թեկուզ Երևանում պատրաստ է այդքան հիվանդությունները։ Շնորհակալ եմ, շատ կարևոր դիպուկ հարցեր եք տալիս։ Նախ, այո, այսօր մենք ունենք ծառայություններից թեր օգտվելու խնդիր, որովհետև մարդիկ ունեն ֆինանսական խնդիրներ ծառայություններից օգտվելու։ Բայց ունենք նաև խնդիր, որ մարդիկ երբ որ օգտվում են դանակը ոսկորին հասնելու ժամանակ, այդ ծառայությունների համար մենք վճարում ենք շատ ավելի թանկ։ Այսինքն ըստ էության մեր մոտեցումը նա է, որ ծառայությունները հասանելի լինեն այն ժամանակ, երբ որ դրանք ծախս արդյունավետ են, ավելի պետության եւ մարդու բյուջեի համար այդ ծառայություններից օգտվելը ծախսատար չէ այդքան եւ նպաստել, որ մարդիկ ճիշտ վարքագիծ դրսևորեն իրենց առողջությունը հետևելու համար։
Բոլորը չեն կարող գնալ բժշկի, որովհետև մեր այս տարիների աշխատանքը եւ արված ապահովագրության շրջանակներում գործելակարգերի եւ հստակ ալգորիթմների սահմանումները մեզ տալու են այդ շրջանակները, որ բժշկի գնում են եւ որոշակի ծառայություններ ստանում են այն դեպքում, երբ որ դա ցուցված է բժշկի կողմից, այսինքն անհրաժեշտությունից, կարիքից ելնելով։ Մենք մասնագետներն էլ հաճախ պատմում ենք, որ բան ունենք, երբեմն երկու ծայրահեղ մոտեցումներ ունենք, որ մարդը գնում է բժշկի միայն շտապօգնության միջոցով եւ իսկապես էլ չի կարողանում սիմպտոմները կառավարել, կամ էլ երբ որ մի հատ փռշտում է սիմպտոմները կառավարել, կամ էլ երբ որ մի հատ փռշտում է, այսինքն այս երկու ծայրահեղություններից մենք պիտի գանք ճիշտ վարքագծի։ Այո, բոլոր գլխացավերի եւ մեկ անգամ փռշտալուց MRT հետազոտություն չի նախատեսվում ապահովագրությունը եւ դա վնասակար է եւ մեր համակարգը պիտի դա կանխի։ Հաջորդիվ, արդյոք մեր ծավալները բավարար են, այո, հենց մենք գնում ենք եռամյա փուլային ներդրմանը, որպեսզի զուգընթաց ծավալները եւ բժշկական կենտրոնները կարողանան այս ծավալները համահունչ ընդունել։ Հաջորդիվ, այո, ես նշեցի տարեկան գումարը, այդ գումարը վճարվելու է ամսական ապահովագրավճարի շրջանակներում եւ այսօր էլ գիտեք շատ գործատուներ իրենց աշխատողների ապահովագրությունը վճարում են եւ այստեղ էլ օրենքը նույնական թողնում է հնարավորությունը, այո, դա կվճարի գործատուն, թե կվճարի աշխատողը, դա իրենց համաձայնության է եւ ես վստահ եմ, որ գործատուներին շատ ավելի գիտեք ձեռք է տալիս իրենց աշխատողների առողջ լինելը, ճիշտ ժամանակին այդ հոգսերը հոգալը եւ որպես նաեւ խթանող երաշխիքներ մեր գործատուները տալիս են։ Իսկ պետությունն էլ նրանց շահութահարկի որոշակի նվազեցում է անում, դա ծախսագրում է։ Այստեղ էլ ես վստահ եմ, որ շատ լավ գործատուները արձագանքելու են եւ շատ պարագաներում վերցնեն իրենց վրա բեռը։ Վիրահատությունների եւ քիմիկալների։ Այո, գիտեք, նշեմ, մենք կառուցել ենք ալգորիթմներ ախտորոշումների եւ վիճակների մասով։ Թոքաբորբի օրինակով վերցնեմ։ Անձը ունի սիմպտոմներ, ջերմություն եւ այլն եւ այլն։ Առաջին մուտքը նրա իր ընտանեկան բժիշկն է եւ նրա պոլիկլինիկան կամ ամբուլատորիան է։ Այնտեղից արդեն գնահատելով ախտորոշումը, վիճակը, սիմպտոմները, բուժումը կընթանա կամ ամբուլատոր օղակում ըստ մեր ալգորիթմների, կամ եթե ունենք ծանրացում, եթե ունենք հոսպիտալացման հստակ ցուցումներ, ապա կգնա արդեն հիվանդանոցային բուժօգնության, որը եւս ապահովագրությունը կփակի։ Դրա շրջանակներում հիվանդանոցային բուժօգնության մեջ մենք ունենք դեղորայքային ամենօրյա ծախսի շրջանակներ, որ օրինակ օրական 50,000 դրամից ավել դեղորայքային կարիքը, որը մենք գնահատել ենք, որ շատ բացառիկ դեպքերում, շատ ինչ-որ դեպքերում է լինում, կփակի ապահովագրությունը։ Հավելյալ այլ ուրեմն ծառայությունները, որոնք այս բաների մեջ չեն մտնի չափորոշիչների, արդեն անձը կփակի ինքը կամ մասնավոր ապահովագրությունը։ Այստեղ ուզում եմ շատ հստակ լինի մեր ակնկալիքները։ Տեսեք, մենք մեր համար շատ կարևոր է ոչինչից չմտածել, որ մենք այլևս ամեն ինչ ապահովագրությունը փակում ենք։ Որևէ երկիր նման համակարգեր չունի եւ մեր նպատակն է ապահովել այս պահին անհրաժեշտը եւ տարեց տարի ընդլայնել։ Դուք չնշեցիք սոցիալական շահառուների միջազգային մինչև 200,000 դրամ ստացողները ինչ է լինելու եւ եթե կարելի է Արցախից տեղահանվածները, եթե նրանք չեն դիմել եւ չեն ստացել Հայաստանի անունը։ Այո, ես ընդհանուր սկզբունքը ասեմ, որ քանի որ մենք անցնում ենք փուլային ներդրման, ամեն փուլի շրջանակներում այն քաղաքացիները, ովքեր որ դեռ չեն մտնում համակարգ, շարունակում են օգտվել նախորդի, եթե ունեցել են երաշխիքներ այդ երաշխիքներից, եթե չեն ունեցել պետպատվերի որոշակի ծավալ,
չի փոխվում նրանց կյանքում որևէ բան։ Այսինքն մենք 3 տարվա ընթացքում այս պետպատվերի համակարգից պիտի անցում կատարենք ամբողջական ապահովագրության համակարգ։ Ընթացքում խմբերը ավելանալով պետպատվերը կփոքրանա, վերջում կգա արդեն 0-ական, եւ մենք 2028 թվականին կունենանք ընդամենը 2 մոդել՝ ապահովագրական փաթեթ եւ այն դեպքերում, երբ որ օրինակ անձը ռեզիդենտ չի լինի, կամ բացառիկ դեպքեր, երբ որ չի ունենա ապահովագրական փաթեթ, նվազագույն ծառայություններ։ Էսա մեր մոդելը, որին գնում ենք։ Եվ այս սկզբունքի մեջ տեղավորվում են բոլորը։ Ուրեմն այն բոլոր անձինք, ովքեր 200,000 դրամից ավել են ստանում սոցփաթեթի շահառու են, կընդգրկվեն ապահովագրության մեջ, այն անձինք, ովքեր դեռ այս խմբի մեջ չեն, կշարունակեն օգտվել այն մյուս կտորից։ Սա է սկզբունքը լինելու։ Որը որ 200,000 դրամից ցածր ստանող անձանց համար, եթե այդ անձը հաշմանդամություն չունի, սոցխումբ չունի եւ այլն, նրա կյանքում որևէ բան չի փոխվում։ Ինչպես այսօր էր, այդպես էլ կլինի 2026 թվականին։ Այն խումբը, որը 200,000-ից ցածր է աշխատավարձ ստանում, եւ սոցիալական ոչ մի խմբում չկա, շարունակելու է վճարել իր ուժօգնության համար, այսինքն այստեղ պետական աջակցություն չկա։ Այսօր կա պետական աջակցություն։ Ես հարցնում եմ ապահովագրությունը, երբ որ սկսի գործել, այս խմբի համար ոչինչ չի փոխվելու։ Այս խմբի համար այս խումբը ներառվելու է ապահովագրության մեջ 2027 թվականի, 2028 թվականի։ Իսկ նրանց համար ինչ է նախատեսվում, այսինքն գործածում է վճարելու, պետությունը վճարելու իրենք գալով արդեն այն թեմային, թե 200,000 դրամ ստացող անձանց համար ֆինանսական այն անձինք, ովքեր առաջին փուլով են ներառվելու, ինչպես է այս ֆինանսական բեռը նաև պետությունը առաջին տարվա համար եւ հետո էլ ըստ մեր բյուջեի հնարավորությունների դա արդեն ամեն տարվա բյուջեի մասին օրենքում կսահմանվի։ Ինչպես է մեղմելու, սա շատ կարևոր է։ Մեր ուրեմն օրենսդրական փաթեթի մեջ դուք կտեսնեք, որ ներառվել է զինապահ հիմնադրամին ուղղվող մեր ամսական վճարների շրջանակներում որոշակի հատվածը, այս մասով էլ հաշվարկները ներառված են փաթեթի, ուղղել դեպի առողջության ապահովագրության փակելուն։ Ինչ ենք մենք արել, ժողովուրդ ջան։ Փորձել ենք մարդու այսօր արդեն արվող ծախսը, որը նա արդեն փորձել ենք մարդու այսօր արդեն արվող ծախսը, որը նա արդեն իսկ անում է այսօր, նրան տալ հնարավորություն, որ նա այդ ծախսը անի առողջության համար, որովհետև զինապահի հիմնադրամի հաշվարկները եւ այն ինչ որ մենք վճարել ենք եւ այն իրավիճակը, որ մենք ունենք այսօր, մեզ դա թույլ են տալի։ Ես ուրեմն սա ուզում եմ շատ շեշտադրել, որ սա շատ կարևոր հնարավորություն է, որ մեր քաղաքացիները, երբ որ համակարգ առաջին տարին է, նոր է սկսելու գործարկվել եւ իրենք առաջին անգամ պիտի ներառվեն ու օգտվեն, կառավարությունը որոշել է, որ այդ ֆինանսական բեռը հնարավորինս մեղմվի։ Հաջորդ տարիների բյուջետային միջոցներով, ամեն տարվա բյուջեով կսահմանվեն սուբսիդավորման ուրեմն արդեն առանձին հնարավորություններ։ Տեսեք, երկու մոտեցում կա, կամ անել միանգամից բոլորի համար ամեն ինչ, կամ անել հերթով 3 տարվա մեջ, բայց անել եւ մենք գնացել ենք այս ճանապարհով, որ պետք է սկսել խումբ անել, որովհետեւ մեր պետության հնարավորությունները բյուջեն այդքանն է թույլ տալիս եւ լուծումը տալ 3 տարվա մեջ, քան թե սпасել մի իրավիճակի, երբ որ կունենանք 100% անելու ամեն ինչ հնարավորություն եւ այս ա եղել խնդիրը, որ 20 քանի տարի չի եղել։ Մարի անհասկանալի է։ Я вам интересно, что с мамой делать? Տիկին Ավանեսյան, դուք մի ժողով Հաճան։ ապահովագրությունը այլևս կատարվում է եւ պատմական որոշում եք կայացրել Ֆեդերին 0-ի Ես չեմ ասել ապահովագրությունը այլևս կատարվում է։ հունվարի 1-ից Ես չեմ ասել այդպիսի բան։ Խնդրեմ ճիշտ մեջ մե բերեք։ ապահովագրությունը 0-ից 18 տարեկաններին եւ Ֆեդերին հունվարի 1-ից արդեն կգործի։ Ես խնդրում եմ ճիշտ մեջ բերեք։
Okay։ Ես ասեք, հարցը ասեք, առանց մեջ բերելու ասեք հարցը։ Բայց մինչև այժմ 0-ից 18 տարեկանները եւ հաշմանդամները միևնույնն է եղել են անվճար սպասարկման խմբում։ Օրենքը դավիևս չի ընդունվել, հիմնադրամը դավիևս ստեղծված չէ։ Ինչպես եք պատկերացնում, երբ կստեղծվի եւ այդ պատմական որոշումը երբ իրականություն կդառնա։ Դե ես հենց այսօր խոսում եմ այդ օրենսդրական փաթեթի մասին, օրենսդրական փաթեթը կազմված է, ձեզ ներկայացնում եմ այն սկզբունքներն ու մոդելը, որը մենք ներդնելու ենք։ Ես կարծում եմ, որ իսկապես որոշումը պատմական է, 0-ից 18 տարեկանների բուժ սպասարկման մասով այո մեր կառավարությունը շատ կարևոր որոշումներ է ընդունել հենց առաջնահերթություններից ելնելով եւ 2019 թվականից նաեւ ընդգրկվել են 7-ից 18 տարեկան երեխաները, ընդլայնվել են ծառայությունների շրջանակը, վերանայվել են գները եւ այլն եւ այլն, բայց մեր ուրեմն մոտեցումն է, որ մենք երբեք չենք կանգնում ձեռք բերվածի վրա եւ ապահովագրությունը ենթադրում է ել ավելի մեծ շրջանակ ծառայությունների, որոնք որ հասանելի կլինեն մեր երեխաների համար։ Որոշումը պատմական է, որովհետեւ ինչպես ասեցի, մեր քաղաքացիները 65 տարին լրացած քաղաքացիները, ուրեմն տարիներով, տասնամյակներով ակնկալել են, որպիսի իրենց առողջապահական ծախսերը ինչ որ ձևով հասցեագրվի եւ մենք այդ պատմական որոշումը կայացրել ենք։ Ես այստեղ ուզում եմ նաեւ շեշտադրում անել, տեսեք ժողովուրդ ջան, ըստ էության այսօր մեր քաղաքացիների այդ խմբի բեռը ով է կրում ծախսերի։ Մենք բոլորս, չէ՞, միջին տարիքի աշխատող ուրեմն անձինք կրում են նաեւ իրենց ծնողների բուժական ծախսերը եւ սա է շատ կարեւոր, որ մենք այդ բեռը ըստ էության աշխատող միջին տարիքի քաղաքացիների վրայից վերցնում ենք, այսինքն երեխաների եւ մեծահասակների բեռը վերցնելով, նաեւ համակարգ ստեղծելով հնարավորություն ենք ստեղծում, որ այդ անձը վճարելով ստանա ապահովագրություն։ Եթե այս համակարգը չլինի, անձը 129,000 դրամով երբեք այս ծառայությունների փաթեթ չի կարող ունենալ։ Ես ուզում եմ ասեմ, որ այստեղ ոչ միայն բոլորս ենք ունենում հնարավորություն ընդգրկվելու ապահովագրական համակարգ, որովհետև սա բոլորին է վերաբերվում, եւ սա է մեր հաղթանակը, որ մենք ստեղծում ենք համակարգ։ Լավ, կսպասեմ, Մարիաննա դա։ Ապահովությունը սկսում է գործել 26 թվականից։ Մենք կարող ենք ասել մոտավորապես 26 տարի երբ մարդը կարող է դիմել, ապահովեն իմանա, որ դիմեց, գործընթացը սկսեց։ Դա մի հարց, երկրորդը, նրանք ովքեր որ անվճար պետությունն ֆինանսավորելու ապահովագրությունը։ Նա ինչ-որ բան պիտի անի, թե չպիտի անի, թե պարզապես պետությունը գիտի իր տեղը եւ պետությունը արդեն առանց իր դիմելու այդ հարցերը կարգավորելու է եւ վերջին հարցը ինֆորմացիայի տեսանկյունից։